20 տարեկանում տնից վռնդվելով նա $1 գնեց լքված ինքնաթիռ գաղտնի խցիկը փոխեց ամեն ինչ։ Մարդու կյանքում կան պահեր, երբ հողը պարզապես անհետանում է ոտքերի տակից։ Ոչ աստիճանաբար, ոչ նախազգուշացմամբ, ոչ էլ մեղմ անկման նրբությամբ, որը թույլ է տալիս հարմարվել։ Հողը անհետանում է միանգամից, ինչպես անողոք բացվող թակարդ, մարդը ընկնում է դատարկության մեջ, չիմանալով, թե արդյոք այնտեղ ինչ-որ բան կա իրեն բռնելու, թե անկումն անվերջ է։ Անահիտ Սարգսյանի համար այս բանը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան 2023 թվականի փետրվարի 7-ին, երբ նա կանգնած էր այն տան պատշգամբում, որտեղ ծնվել մեծացել էր Բրազիլիայի Գոյաս նահանգի ներքին մասում գտնվող մի փոքրիկ գյուղական քաղաքում, ձեռքին սաղբի տոպրակ, որը լի էր իր բոլոր երկրային ունեցվածքով, լսելով դրան փակվելը բանալու երկու պտույտով խորթ հոր Վալդիրի ձայնը, որը մյուս կողմից գոռում էր. ամեն ինչ ավարտվեց։ Մի վերադարձիր։ Գնա գտիր փողոցը, այնտեղ է քո տեղը։ Անահիտը 20 տարեկան էր, խիտ մազերով, որոնք նա միշտ հավաքում էր պոչով, քանի որ երբեք վարսավիրանոց գնալու փող չուներ, շագանակագույն աչքերով, որոնք ժառանգել էր իր հայ տատիկից փայլում էին անհարմար ինտենսիվությամբ նրանց համար, ովքեր նայում էին դրանց մի քանի վայրկյանից ավելի փոքրիկ, բայց զարմանալիորեն հմուտ ձեռքերով, այնպիսի ձեռքերով, որոնք նորոգում են ծորակները, փոխում ցնցուղի տաքացուցիչ տարրերը, ապա մոնտաժում շարժիչները, մատների արանքում պտուտակահանով ծնված մարդու բնականությամբ իր գոյության այդ կոնկրետ պահին նա ուներ հենց հետյալը։ Սաղբի տոպրակ, երկու փոխարինող հագուստով, մեկ զույգ լրացուցիչ հողաթափ, արդեն մաշված մազիկներով ատամի խոզանակ, համաշխարհային աշխարհագրական ատլասի մաշված օրինակ, որը նա գնել էր 2 ռեալով Գոյանիայի մի բուքսիրային գրախանութից, երբ 14 տարեկան էր, որը նրա կյանքի ամենաթանկարժեք իրն էր, անձը հաստատող փաստաթուղթ, ՑՑ քարտ, Բրազիլիայի հանրային առողջապահական համակարգի քարտ, 20 ռեալանոց թղթադրամ, ծալված կրծկալի մեջ, որը ներկայացնում էր նրա ֆինանսական ակտիվների բացարձակ անդառնալի ամբողջականությունը երկիր մոլորակի վրա։ Նա չլաց։ Այդ պահին ոչ։ Լացը շքեղություն էր, որը էներգիա էր պահանջում, Անահիտին անհրաժեշտ էր ողջ առկա էներգիան լուծելու համար մի խնդիր, որն ավելի հրատապ էր, շատ ավելի կոնկրետ, քան ընտանեկան մերժման հուզական մշակումներ։ Որտեղ էր նա քնելու այդ գիշեր։ Բայց որպեսզի որը մեկը իսկապես հասկանա, թե ինչպես 20-ամյա աղջիկը, հայ մոր անհայտ հոր դուստրը, որը մեծացել էր բրազիլական գյուղական վայրերում, խորթ հոր կողմից, որը արամարում էր իրեն, մոր կողմից, որը ուժ չուներ նրան պաշտպանելու, ի վերջո աղբանոցից լքված ինքնաթիռ գնեց այնքան չնչին գումարով, որ դրանով հազիվ թե կարողանար մեկ սուրճ վճարել, թե ինչպես այդ ժանգոտ մետաղական պատյանի ներսում գտնվող գաղտնի բաժանմունքը փոխակերպեց ոչ միայն նրա կյանքը, այլ ամբողջ համայնքի արժեքի իմաստի ըմբռնումը։ Անհրաժեշտ է իմանալ ամբողջ պատմությունը։ Այս ճանապարհորդության յուրաքանչյուր փոս, յուրաքանչյուր կորություն, յուրաքանչյուր չասֆալտապատ հատված, որը սկսվում է ամենախորը աղքատության մեջ, ավարտվում այնպիսի վայրում, որը ոչ ոք, բացարձակապես ոչ ոք, չէր կարող կանխատեսել։ Անահիտի մայրը Սիրանուշը Բրազիլիա է ժամանել 1998 թվականին Շիրակից, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն էր 1988 թվականի երկրաշարժից ամենաշատը ավերված քաղաքներից մեկը, որը խլեց ավելի քան 25,000 մարդու կյանք, կես միլիոն անօթան թողեց։ Սիրանուշը 22 տարեկան էր, երբ կյանքում առաջին անգամ նստեց ինքնաթիռ տուրիստական վիզայով, որը, ինչպես գիտեր, չէր երկարացկելու ձմեռային հագուստով լի ճամպրուկով, որը բոլորովին անհարմար էր Բրազիլիայի արադարձային կլիմային։ Գոյանիայում ապրող հեռավոր Զարմիկի անորոշ խոստումով, որը 3 ամիս պահանջեց հասնելու համար, ասել էր, որ Բրազիլիայում կա աշխատանք, կա սնունդ, կա ապագա։ Հեռավոր Զարմիկը գոյություն ուներ, բայց խոստումը ոչ։ Երբ Սիրանուշը ժամանեց Գոյանիա, նա հայտնաբերեց, որ իր Զարմիկը ապրում է քաղաքի ծայրամասում գտնվող մի խրճիթում, աշխատում է որպես որմնադիրի օգնական, երբ կարողանում է աշխատանք գտնել, հազիվ թե բավականաչափ գումար է ունենում իր համար, առավելս, իր ներգաղթյալ Զարմիկին ապաստան տալու համար, որը պորտուգալերեն չէր խոսում։ Սիրանուշը 2 շաբաթ մնաց իր Զարմիկի տանը, քնելով խոհանոցի հատակին դրված ներքնակի վրա, նախքան հասկանալը, որ պետք է գտնի իր սեփական ճանապարհը։
Նա աշխատանքի անցավ որպես մաքրուհի B06 մայրուղու վրա, Գոյանիայի Անապոլիսի մեջ գտնվող ճանապարհեզրի մոթելում, աշխատանքը հոգնեցուցիչ էր, նվաստացուցիչ վտանգավոր ցածր վարձատրվող, Սիրանուշը մաքրում էր սենյակներ, որոնք քրտինքի, ծխախոտի այն իրերի հոտ էին գալիս, որոնք նա նախընտրում էր չնշել, աշխատելով 12-ժամյա հերթափոխով այնպիսի աշխատավարձով, որը հազիվ էր ծածկում Անապոլիսի կենտրոնում գտնվող Խարխուլ հանրակացարանի սենյակի վարձը, բայց նա չէր բողոքում։ Երկրաշարժից հետո Հայաստանում նա սովորել էր, որ բողոքելը նրանց արտոնությունն է, ովքեր ունեն այլընտրանք, իսկ ինքը ոչ։ Հենց մոթելում էր, որ Սիրանուշը հանդիպեց Վալդիրին։ Նա բեռնատարի վարորդ էր, մի խոշոր տղամարդ, հսկայական ձեռքերով խորը ձայնով, որը պարբերաբար կանգ էր առնում մոթելում, միջին արմուտքի երկրի հյուսիսի մեջ ընկած երթուղիներին։ Վալդիրը գեղեցիկ չէր, բարի չէր, կիրթ չէր, բայց համառ էր։ Նա ամիսներ շարունակ սիրահետում էր Սիրանուշին, պնդելով, որ Սիրանուշը շփոթում է անկեղծ հետաքրքրության հետ, ի վերջո համոզեց նրան տեղափոխվել Ալեքսանիա փոքրիկ քաղաք, որտեղ նա ուներ փոքրիկ տուն, որտեղ նա, ըստ նրա, կարող էր խաղաղ ապրել, առանց ուրիշների անկարգությունները մաքրելու անհրաժեշտության։ Սիրանուշը տեղափոխվեց։ Եվ սկզբում ամեն ինչ կարգին էր։ Վալդիրը մեծ մասամբ աշխատում էր ճանապարհին, իսկ երբ տանն էր, քիչ էր խոսում, քիչ ժեստեր ուներ, ոչ սիրալիր էր, ոչ էլ դաժան, պարզապես ներկա էր գործնական ձով, ինչպես կահույքի մի կտոր, որը տեղ է զբաղեցնում առանց զարդարելու։ Երբ Սիրանուշը իմացավ, որ հղի է, Վալդիրը ոչ ուրախություն, ոչ էլ դժգոհություն ցույց տվեց։ Նա պարզապես գլխով արեց ասաց. «Լավ, եվս մեկ բերան կերակրելու։ Կհաղթահարենք»։ Անահիտը ծնվել է 2003 թվականին Անապոլիսի պետական հիվանդանոցում, բարդ ծննդաբերությունից հետո, որը գրեթե կյանք խլեց Սիրանուշի համար։ Անունն ընտրել է նրա մայրը, ի պատիվ Գյումրու երկրաշարժում զոհված մանկության ընկերուհու։ Անահիտը հին հայերենում նշանակում էր բերիության իմաստության աստվածուհի, Սիրանուշը շշնջաց դստեր անունը, ինչպես աղոթք, առաջին անգամ գրկելով նրան այդ փոքրիկ, զայրացած փոքրիկ մարմնով, որը գոռում էր այնպիսի ուժգնությամբ, որը թվում էր անհամաչափ նրա թոքերի չափսին։ Վալդիրը երբեք Անահիտին չգրանցեց որպես իր դուստր։ Նա երբեք օրինականորեն չորդեգրեց նրան։ Նա երբեք նրան չվերաբերվեց որպես իր մի մասի։ Նրա համար աղջիկը կնոջ հետ միասին եկող փաթեթ էր, անխուսափելի աքսեսուար, որը նա հանդուրժում էր նույն անհամբերությամբ, ինչպես որ հանդուրժում էր հարանի շան հաչոցը գիշերը։ Երբ Անահիտը սկսեց մեծանալ, բացահայտել մի անհատականություն, որը Վալդիրի կողմից աղջկանից սպասվողի ճիշտ հակառակն էր, նրա զգացած թաքնված արամարանքը սկսեց վերափոխվել բացահայտ թշնամանքի։ Վալդիրի կարծիքով, խնդիրն այն էր, որ Անահիտը չէր վարվում փոքրիկ քաղաքի մյուս աղջիկների նման։ Նա չէր սիրում տիկնիկներ, չէր սիրում սերիալներ, չէր սիրում բամբասանքներ, չէր հետաքրքրվում նորաձությամբ կամ դիմահարդարմամբ, ինքնիշխան անտարբերություն էր ցուցաբերում այն տղաների նկատմամբ, որոնք սկսեցին շրջապատել իրեն, երբ նա մտավ պատանեկություն։ Անահիտին դուր էին գալիս այն իրերը, որոնք Վալդիրի նեղ խիստ սեռային աշխարհայացքով համարվում էին տղամարդկանց իրեր։ Նա սիրում էր շարժիչներ։ Նա սիրում էր գործիքներ։ Նա սիրում էր ապամոնտաժել կենցաղային տեխնիկան, հասկանալու համար, թե ինչպես են դրանք աշխատում, դրանք նորից հավաքել, սովորաբար հաջողությամբ, երբեմն նույնիսկ բարելավելով դրանց սկզբնական ֆունկցիոնալությունը։ 12 տարեկանում նա միայնակ վերանորոգել էր ամիսներ շարունակ փչացած խոհանոցային ռադիոն, օգտագործելով հարանից վերցված զոդման արդուկ դասընկերոջ բջջային հեռախոսով դիտած ձեռնարկ։ 14 տարեկանում նա ապամոնտաժել վերամոնտաժել էր Բաքվում գտնվող ջրհորը, որը Վալդիրը հայտարարել էր անվերականգնելի պատրաստվում էր դեն նետել։ Վալդիրը այս հմտություններին արձագանքում էր ոչ թե հպարտությամբ, այլ զզվանքով։ Դա այն բանը չէ, որ կինը պետք է անի, կրկնում էր նա մանտրայի պես ամեն անգամ, երբ տեսնում էր Անահիտին, ձեռքերը յուղով պատված կամ խոհանոցի սեղանին դրված որե ապամոնտաժված սարքի վրա կռացած։ Դու պետք է սովորես եփել կարել, այլ ոչ թե խառնվել այս աղբին։ Եվ Սիրանուշը, միշտ ամուսնու վախի դստեր հանդեպ սիրո միջ, լուր դիտում էր այս բախումները, աչքերը կախ, իսկ ձեռքերը գոգնոցը սեղմած, անկարող լինելով պաշտպանել Անահիտին, քանի որ Անահիտին պաշտպանելը կնշանակեր Վալդիրին հակառակվել, իսկ Վալդիրին հակառակվելը վտանգել իրենց միակ տանիքը։ Անահիտը վաղուց սովորեց լինել հուզականորեն ինքնաբավ։ Նա չէր սպասում քնքշություն Վալդիրից, չէր սպասում պաշտպանություն Սիրանուշից, չէր սպասում հասկացողություն ոչ մեկից այն փոքրիկ քաղաքում, որտեղ աղքատ աղջկա սպասումների հորիզոնն այնքան ցածր էր, որ հազիվ էր տարբերվում գետնից։
Նա ապաստան գտավ գրքերում, աշխարհի ատլասում, որը գնել էր վերընթերցված գրախանութից, որը կարդաց ու վերընթերցեց, մինչ անկիր ճանաչեց յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր մայրաքաղաք, յուրաքանչյուր օվկիանոս, յուրաքանչյուր լեռնաշղթա շարժիչներում, որոնք նրա համար մեխանիկական բանաստեղծություններ էին, որոնք գրված էին ինտուիտիվորեն հասկացող լեզվով, որտեղ յուրաքանչյուր մաս ուներ նպատակ, յուրաքանչյուր մեխանիզմ տեղավորվում էր ավելի մեծ ամբողջության մեջ, որտեղ լարերի, պտուտակների, փականների թվացյալ քաոսը թաքցնում էր կատարյալ կարգուկանոն, որը բացահայտվելու համար միայն համբերատար հետաքրքրասեր մեկի կարիքն ուներ։ Երբ Անահիտը դարձավ 18 տարեկան, ավարտեց միջնակարգ դպրոցը, տանը լարվածության նոր մակարդակ ստեղծվեց։ Վալդիրը սկսեց ճնշում գործադրել նրա վրա, աշխատանք գտնելու, տնային ծախսերին մասնակցելու, ցանկալի է, այնպիսի ամուսին գտնելու համար, որը կվերցներ նրան այնտեղից։ Անահիտը իր հերթին Անապոլիսի հանրային գրադարանում ինտերնետային որոնումների միջոցով պարզել էր, որ կան ավիացիոն մեխանիկայի տեխնիկական դասընթացներ, որ ավիացիոն մեխանիկի մասնագիտությունը ոչ միայն հարգված է, այլ լավ վարձատրվող։ Ինքնաթիռների հետ աշխատելու երազանքը, որը սկսվել էր 10 տարեկանում, երբ նա առաջին անգամ մոտիկից տեսավ ինքնաթիռ Գոյանյա օդանավակայանում, հազվագյուտ դպրոցական էքսկուրսիայի ժամանակ, բյուրեղացել էր, դառնալով կոնկրետ նպատակ։ Նա ուսումնասիրեց դպրոցները, պահանջները, ծախսերը, նա Գոյանյայում հայտնաբերեց ինքնաթիռների սպասարկման դպրոց, որն առաջարկում էր ԷՆԱԿ-ի, ազգային քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից ճանաչված դասընթացներ։ Արժեքը չափազանց բարձր էր իր իրավիճակում գտնվողի համար, բայց կային կրթաթոշակային ծրագրեր ցածր եկամուտ ունեցող ուսանողների համար։ Անահիտը դիմեց, հանձնեց ընդունելության քննությունները, ընդունվեց կրթաթոշակով, որը ծածկում էր դասընթացի վճարի 80%-ը, մնացած 20%-ը գումարած։ Տրանսպորտային սննդի ծախսերը պետք է վճարեր իր սեփական գրպանից։ Երբ նա Վալդիրին ասաց, որ ընդունվել է Գոյանյայում ավիացիոն մեխանիկայի դասընթացի, նրա արձագանքը պայթուցիկ էր։ Ինքնաթիռի մեխանիկա։ Խելագարվել ես։ Կանայք ինքնաթիռների հետ չեն աշխատում։ Դա տղամարդու աշխատանք է։ Ես ոչ մի կոպեկ չեմ ծախսելու այս անհեթեթության վրա։ Սիրանուշը փորձեց երկչոտ միջամտել։ Վալդիր, նա ընդունվել է կրթաթոշակով, դա հնարավորություն է։ Բայց Վալդիրը ընդհատեց նրան մի ճիչով, որը ստիպեց դարակի վրա ափսեները դողալ։ Լրիր։ Դու եկել ես քո Հայաստանից բերել այս ծանրաբեռնված աղջկան, որը միայն ծախսեր գլխացավանք է պատճառում ինձ։ Ուզում ես ինքնաթիռներ սովորել։ Գնա փողոցում սովորիր։ Հաջորդ ամիսներին իրավիճակը արագորեն վատթարացավ։ Վալդիրը դարձավ ավելի թշնամական, ավելի բանավոր, ագրեսիվ, ավելի վճռական, Անահիտի կյանքը դժոխքի վերածելու, մինչ նա հրաժարվեց իր ծրագրերից, ընդունեց այն ճակատագիրը, որը նա համարում էր կնոջ համար հարմար, ամուսնություն, երեխաներ, ենթակայություն։ Անահիտը իր հերթին հատել էր ներքին անդարձելի գիծը։ Նա տեսել էր այլ կյանքի հնարավորությունը, ոչ մի գոռոց, վիրավորանք կամ սպառնալիք բավարար չէր լինի նրան հետ շրջվելու համար։ 2023 թվականի փետրվարի 7-ի գիշերը հակամարտությունը հասավ անդարձելի կետի։ Անահիտը նոր է ժամանել Գոյանյայից, որտեղ նա ամբողջ օրն անցկացրել էր ավիացիոն դպրոցում, դասավորելով ընդունելության փաստաթղթերը, երբ Վալդիրը նրան ընդհատեց իր տան դռան մոտ։ Դու նորից այնտեղ գնացիր, այնպես չէ՞։ Այդ ավիացիոն մեխանիկայի դպրոցը։ Նրա ձայնը ցածր էր զուսպ, ինչը գոռալուց էլ վատ էր, քանի որ դա նշանակում էր, որ զայրույթը դուրս էր եկել պայթյունավտանգ փուլից, մտել էր որոշումների սառցե տարածք։ Գնացի, պատասխանեց Անահիտը, առանց հայացքը կտրելու։ Ապա վերջ։ Վերցրու քո իրերը դուրս արի իմ տնից։ Հիմա։ Սիրանուշը փորձեց միջամտել, լաց լինելով, աղաչելով, բայց Վալդիրը նրան սենյակ հրեց, կողպեց դուռը։ Անահիտը լսեց մոր լացը պատի մյուս կողմից, երբ նա սաղբի տոպրակը լցրեց այն ամենով, ինչ կարողացել էր հավաքել 5 րոպեում։ Ընտրողական լինելու ժամանակ չկար։ Հրաժեշտ տալու ժամանակ չկար։ Հաջորդ րոպեները գոյատելուց բացի ոչնչի համար ժամանակ չկար։ Եվ այսպես, մեջքին աղբի տոպրակ կրծկալում 20 ռեալ, Անահիտ Սարգսյանն աշխարհ նետվեց։ Առաջին մի քանի շաբաթները ամենադժվարն էին։ Անահիտը քնում էր ապաստարաններում, այգու նստարաններին, եկեղեցում, որը ամենացուրտ գիշերներին իր դռներն էր բացում անօթանների համար, 2 անգամ, որոնք նա նախընտրում է մանրամասն չհիշել, դատարկ տարածքներում, որոնք ծածկված էին միայն իր սեփական վերարկուով չմեռնելու վճռականությամբ, նախքան ապրելու հնարավորություն ունենալը։
Նա ոչ պաշտոնական աշխատանք ստացավ B06-ի եզրին գտնվող բեռնատարների վերանորոգման արհեստանոցում, նույն ճանապարհի վրա, որտեղ տարիներ առաջ մայրը մոթելում մաքրուհի էր աշխատել։ Իրոնիան աննկատ չմնաց։ Խանութի տերը Ջոսիաս անունով մի տղամարդ, գործնական լրակյաց մարդ էր, որը սկզբում հրաժարվեց մեխանիկ աշխատելու համար կնոջ վարձելու գաղափարից։ Բայց Անահիտը հնարավորություն խնդրեց։ «Տվեք ինձ փչացած շարժիչ», ասաց նա։ «Եթե ես այն վերանորոգեմ, դուք ինձ կվարձեք։ Եթե ոչ, ես կհեռանամ առանց բողոքելու»։ Ջոսիասը ավելի շատ զվարճացած, քան համոզված մատնացույց արեց բեռնատարի դիզելային շարժիչը, որը ամիսներ շարունակ ընկած էր ամբարի անկյունում, դասակարգված որպես չվերականգնվող ջարդոն։ «Այդ բանը այնտեղ։ Եթե կարողանաս այն աշխատեցնել, ես քեզ կվարձեմ»։ Անահիտը 3 ամբողջ օր աշխատեց այդ շարժիչի վրա։ Նա քնում էր արհեստանոցի հատակին, ուտում էր 4 թխվածքաբլիթներ, որոնք գնել էր իր վերջին փողով, ապա մոնտաժում, մաքրում, գնահատում, փոխարինում էր ժամանակավոր մասերը վերստին հավաքում շարժիչը այնպիսի կենտրոնացմամբ, որ Ջոսիասը մյուս մեխանիկները դադարեցին աշխատել, դիտելու համար։ Երրորդ օրվա առավոտյան նա այն միացրեց։ Շարժիչը հազաց, փչեց, ծխի ամպ արձակեց, ապա միացավ։ Այն սկսվեց ամուր, հաստատուն մռնչյունով, որը լցրեց պահեստը, ստիպեց Ջոսիասին թափել իր խմած սուրճը։ «Աղջիկ», ասաց նա, վերնաշապիկի վրայով կաթող սուրճով դեմքին անկեղծ զարմանքով, որտեղից իմացար դա։ «Մենակ», պարզապես պատասխանեց Անահիտը, «ես սովորում եմ իրերը քանդելով»։ Ջոսիասը նրան վարձեց հենց այդ պահին։ Աշխատավարձը համեստ էր, բայց այն ներառում էր նա արհեստանոցի հետի մասում գտնվող մի փոքրիկ սենյակում քնելու թույլտվություն, որը նախկինում ծառայել էր որպես պահեստամասերի պահեստ։ Անահիտը մաքրեց փոքրիկ սենյակը, հատակին բարակ ներքնակ դրեց, վարագույրի փոխարեն բրեզենտ կախեց, Վալդիրի տնից վտարվելուց հետո առաջին անգամ նա ուներ գլխավերում ամրացված տանիք որոշակի եկամուտ, թեկուզ փոքր, գրպանում։ Հաջորդ ամիսներին Անահիտը իր ժամանակը բաժանում էր Ջոսիասի արհեստանոցի Գոյանյայի ավիացիոն դպրոցի միջ, ամեն օր ավտոբուսով գնալով 1.5 ժամ յուրաքանչյուր ուղղությամբ, ճամփորդությունների ընթացքում սովորելով տետրը, ծնկներին դրած, իսկ աչքերը, ինքնաթիռների սպասարկման տեխնիկական ձեռնարկներին կպած, որոնք դպրոցը տրամադրում էր կրթաթոշակառու ուսանողներին։ Նա գիշերը միջինում քնում էր 4 ժամ, ուտում էր օրգանիզմի գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ նվազագույնը, աշխատում ու սովորում էր այնպիսի ինտենսիվությամբ, որը զարմացնում էր Ջոսիասին, դպրոցի ուսուցիչներին։ Արհեստանոցում Անահիտը շատ արագ դարձավ անփոխարինելի։ Նա ուներ մեխանիկական ախտորոշման հազվագյուտ շնորհ, գրեթե ինտուիտիվ ունակություն, լսելու շարժիչի աշխատանքը ճշգրիտ հասկանալու, թե ինչն է խնդիրը, ինչպես երաժիշտը, որը նկատում է անհամաձայն նոտա ամբողջ նվագախմբում։ Արհեստանոցում կանգ առած բեռնատարի վարորդները սկսեցին հատուկ խնդրել նրան։ «Կանչեք աղջկան», ասում էին նրանք։ «Աղջիկը կվերանորոգի այն»։ Եվ հենց այն բեռնատարի վարորդներից մեկն էր, ով անգիտակցաբար ցանեց այն սերմը, որը ընդմիշտ կփոխեր Անահիտի կյանքը։ Նրա անունը Սեբաստիան էր, բայց բոլորը նրան Տիանո էին կոչում։ Նա 60 անց տղամարդ էր, սպիտակ մորուքով մշտական ծղոտե գլխարկով, որը 40 տարի ճանապարհորդել էր միջին արմուտքի ճանապարհներով, գիտեր Գոյանյայի ու Բելեմի միջ գտնվող յուրաքանչյուր ֆերմա, յուրաքանչյուր բենզալցակայան, յուրաքանչյուր փոս։ Տիանոն սիրում էր Անահիտին։ Նա նրա մեջ տեսնում էր վճռականություն, որը ճանաչում հարգում էր, այն նպատակասլացությունը, որը բնորոշ է նրան, ով ծնվել էր առանց ոչնչի, ամեն ինչ կառուցել էր մաքուր համառությամբ։ 2023 թվականի սեպտեմբերի մի կեսօր, երբ Անահիտը փոխում էր Տիաոյի բեռնատարի արգելակային կոճղակները, նա, ինչպես միշտ, զրույց սկսեց։ «Բար աղջիկ, դու սիրում ես մեքենաներ, ինքնաթիռներ, գիտեիր, որ մոտակայքում ինքնաթիռների գերեզմանատուն կա»։ Անահիտը գլուխը բարձրացրեց բեռնատարի տակից, աչքերը փայլում էին։ Ինքնաթիռների գերեզմանատուն։ Որտեղ։ Պիրենոպոլիսի մոտ, Զե Աուգուստոյի ֆերմայի կողքով անցնող կեղտոտ ճանապարհով ներք կա մի հսկայական հողամաս, որը մի ծերունի օգտագործել է որպես ավիացիոն աղբանոց։ Այնտեղ նետված են ֆյուզելաժներ, թեր, շարժիչներ, ամեն տեսակի հին ինքնաթիռի մասեր։ Ծերունին մահացել է մոտ 3 տարի առաջ, ընտանիքը փորձում է ազատվել այդ ամենից։ Լսել եմ, որ դիակները վաճառում են ցանկացած գնով, ինչպես մետաղի ջարդոն, գիտեք։ Անահիտը զգում էր այն դողը, որը միշտ զգում էր, երբ կյանքը իր ճանապարհին ինչ-որ բան էր դնում, որը նա պետք է ուսումնասիրեր։ Դա ռացիոնալ որոշում չէր։ Դա բնազդ էր։
Նույն բնաստը, որը նրան ստիպում էր լսել շարժիչի ձայնը հասկանալ, թե ինչն է խնդիրը, հիմա ասում էր նրան, որ նա պետք է գնար այդ աղբանոց։ Հաջորդ շաբաթ օրը, իր ազատ օրը, Անահիտը Տիաոյի հետ մեքենայով գնաց Պիրենոպոլիսի ծայրամաս 8 կիլոմետրանոց կեղտոտ ճանապարհով քայլեց դեպի նրա նկարագրած հողամասը։ Նա այն գտավ ճիշտ այնպես, ինչպես Տիաոն ասել էր։ Մի հսկայական տարածք, շրջապատված կախված փշալարե ցանկապատով, ծածկված բարձր խոտերով ցրված տարբեր քայքայման փուլերում գտնվող ինքնաթիռների կմախքներով։ Փոքր, միաշարժիչ երկշարժիչ ինքնաթիռներ, ամենատարբեր մակնիշների դարաշրջանների, ընկած էին ինչպես մետաղական կմախքներ սերադոյի արի տակ, նրանց ֆյուզելյաժները ժանգոտած, թերը ծռված, շարժիչները մերկ, ինչպես մշտական դիահերձման ժամանակ բացված մարմնի օրգաններ։ Տան մուտքի մոտ Փայտեսյանը հենված կանգնած էր միջին տարիքի մի տղամարդ, նիհար, արայրուքից այրված, բերանի անկյունում ծխախոտը վառած քրոնիկ ձանձրույթի արտահայտություն ունեցող։ Դա Ադիլսոնն էր, աղբանոցի մահացած սեփականատիրոջ որդին, ով այժմ պատասխանատու էր կալվածքի իրացման համար։ Եկել եք մաս գնելու, հարցրեց նա առանց մեծ հետաքրքրության։ Ես եկել եմ ինքնաթիռները տեսնելու, պատասխանեց Անահիտը։ Ադիլսոնը չոր ծիծաղեց։ Տիկին, սա թանգարան չէ։ Սա աղբանոց է։ Եթե ուզում եք մետաղի ջարդոն գնել վերավաճառելու համար, մենք կբանակցենք քաշի հիման վրա։ Եթե ուզում եք որե կոնկրետ իր, ասեք, թե ինչ եք փնտրում։ Անահիտը որե կոնկրետ բան չէր փնտրում։ Նա ամեն ինչ էր փնտրում։ Նա կապ էր փնտրում այն մեքենաների հետ, որոնք մանկուց ի վեր բնակեցված էին իր երազանքներում։ Նա փնտրում էր ձեռքերը ինքնաթիռի ֆյուզելյաժին դնելու զգացողությունը, նույնիսկ կործանվածի, այդ մետաղի մեջ պահված պատմությունը զգալու զգացողությունը։ Նա փնտրում էր, թե դեռ չգիտեր, այն հանդիպումը, որը ճակատագիրը պատրաստել էր նրա համար այդ անսպասելի վայրում։ Նա ժամերով քայլում էր աղբանոցով, զննելով յուրաքանչյուր դիակ մեխանիկի մարզված աչքով լուր երկյուղածությամբ, որը հասկանում է, որ նույնիսկ կործանման մեջ կա գեղեցկություն։ Կային գյուղատնտեսական ինքնաթիռներ, որոնք, հավանաբար, իրենց կյանքն անցկացրել էին սոյայի դաշտերը ցողելով։ Կային միաշարժիչ ուսումնական ինքնաթիռներ, որոնց ժանգի տակ դեռս տեսանելի էին ավիացիոն դպրոցների արձանագրությունները։ Կային ուղղաթիռների կտորներ, տուրբինների մասեր, ոլորված պտուտակներ, կոտրված ցուցանակներով գործիքների վահանակներ, որոնք կույր դեմքերի էին նման։ Եվ այդ ժամանակ դաշտի խորքում, գրեթե թաքնված իր շուրջը աճող բարձր խոտերի մեջ, կարծես բնությունը փորձում էր կուլ տալ նրան, Անահիտը տեսավ ինչ-որ տարբեր բան։ Մի ինքնաթիռ, որը տարբերվում էր մյուսներից։ Այն ավելի մեծ էր, ավելի ամուր, գծերով, որոնք հուշում էին ժամանակակից արտրային ինքնաթիռներից առաջ եղած դարաշրջանի մասին։ Ֆյուզելաժը պատրաստված էր ալյումինից, ծածկված օքսիդացման պատինայով, որը նրան տալիս էր մոխրագույն կանաչ գույն, իսկ նույնականացման նշանները, թե գրեթե անընթեռնելի, ներառում էին այնպիսի նշաններ, որոնք Անահիտը անմիջապես չէր ճանաչում, պորտուգալերեն, անգլերեն կամ իսպաներեն։ Նա մոտեցավ, ձեռքերով հետ մղելով թփուտները, շրջանցեց ինքնաթիռը։ Այն երկշարժիչ տրանսպորտային ինքնաթիռ էր, որը տարածաշրջանային երթուղիներում օգտագործվում էր բեռների ուղորների համար։ Շարժիչները հանվել էին, պտուտակները բացակայում էին, իսկ պատուհանները մուգ անցքեր էին, ծածկված սարդոստայնով։ Բայց ֆյուզելյաժը զարմանալիորեն անվնաս էր։ Ինքնաթիռի համար նախատեսված ալյումինը, որը նախատեսված էր ծայրահեղ պայմաններին դիմակայելու համար, տասնամյակների ընթացքում անտեսվել էր, շատ ավելի քիչ մաշվածությամբ, քան աղբանոցում գտնվող մյուս պողպատե երկաթե ինքնաթիռները։ Անահիտը գտավ ինքնաթիռի կողային դուռը, որը կիսաբաց էր, փակված էր շուրջը աճող բուսականությամբ։ Նա ուժով ներս մտավ։ Սրահը ժամանակի պարկ ուժ էր։ Մոտավորապես 20 նստատեղի համար նախատեսված ուղորների խցիկը ծածկված էր փոշով, 4 տերներով կենդանիների կղանքով, որոնք տարիներ շարունակ ինքնաթիռն օգտագործել էին որպես ապաստարան։ Սակայն հողի տակ Անահիտը կարող էր տեսնել սկզբնական նստատեղերը, ծածկված մուգ կապույտ գործվածքով, որը գունաթափվել էր, բայց ամբողջովին չէր փտել, վերի բեռնաղցիկները դեռս անվնաս։ Օդանավի խցիկուն գործիքների վահանակները զարմանալիորեն ամբողջական էին, չափիչների անջատիչների մեծ մասը դեռս տեղում էր, կարծես ինքնաթիռը այնտեղ կայանված լիներ 3, այլ ոչ թե տասնամյակներ առաջ։ Եվ կար մի բան։ Ինչ-որ բան, որը ստիպեց Անահիտի սիրտը արագ բաբախել։ Գործիքների վահանակի վրա, մասամբ փոշու մեջ ծածկված, կար արտադրողի նույնականացման համարանիշ։ Անահիտը սրբեց համարանիշը վերնաշապիկի թքով կարդաց. Անտոնով Ան 24
Արտադրված է Գյում, ուկրաինական ԽՍՀ, 1969 թ. Անտոնով։ Խորհրդային ինքնաթիռ։ Արտադրվել է Ուկրաինայում, երբ Ուկրաինան Խորհրդային Միության մաս էր կազմում։ Ֆյուզելաժի վրա նշված նույնականացման նշանները, որոնք նա չէր ճանաչել, կիրիլիցա էին։ Եվ հիմա, ավելի ուշադիր նայելով, նա կարող էր տեսնել օքսիդացման շերտերի տակ ներկի սկզբնական գույները, սպիտակ կապույտ, կարմիր շերտով, ավիաընկերության գույները, որը նա չէր կարողանում ճանաչել։ Անահիտը վերադարձավ տարածքի մուտքի մոտ, որտեղ Ադիլսոնը շարունակեց ծխել նույն ձանձրացած արտահայտությամբ։ Այնտեղ մեծ ինքնաթիռն է, ասաց նա, մատնացույց անելով Անտոնովի բեկորները։ Որքան եք ուզում դրա համար։ Ադիլսոնը հոնքը բարձրացրեց։ Ռուսական բանը։ Այն այնտեղ է եղել այն ժամանակվանից, երբ հայրս հողը գնել էր, ավելի քան 20 տարի առաջ։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես է այն այնտեղ հայտնվել։ Ոչ ոք այն չի ուզում։ Այն չափազանց մեծ է հեշտությամբ քանդելու համար, չափազանց ծանր է ամբողջությամբ տեղափոխելու համար։ Եթե ուզում ես վերցնել այն, տուր ինձ իսկականը վերցրու այն։ Մեկ իսկական։ Մեկ իրական։ Կամ $1, եթե նախընտրում եք, ավելացրեց նա ծիծաղելով։ Ինձ համար մի նույն է։ Այդ իրը տեղ է զբաղեցնում, ինձ գումար է արժենում։ Եթե տեղափոխես այն, ինձ մի բարիք կանես։ Անահիտը բացեց դրամապանակը։ Նրա մոտ կար 5 ռեալանոց թղթադրամ, մի քանի մետաղադրամ։ Նա հանեց 1 ռեալանոց մետաղադրամ, դրեց Ադիլսոնի ձեռքը, ասաց. Պատրաստ է։ Ադիլսոնը նայեց մետաղադրամին, նայեց Անահիտին, գլուխը թափ տվեց այնպիսի արտահայտությամբ, կարծես ականատես լիներ խելագարության, բայց բավականաչափ անտարբեր լիներ միջամտելու համար։ Ես քեզ համար կպատրաստեմ մետաղի ջարդոնի գնման վաճառքի կտրոն։ Քեզ անհրաժեշտ կլինի քո անձը հաստատող փաստաթուղթը։ 15 րոպե անց Անահիտը 1969 թվականին Խորհրդային Միությունում արտադրված, Գոյասի ներքին մասում գտնվող աղբանոցում լքված ընդամենը 1 ռեալով գնված Անտոնով Ան-24-ի օրինական սեփականատերն էր։ Անմիջական հարցն այն էր. ինչ անել 20 տոննա կշռող ինքնաթիռի հետ, որը չէր թռչում, շարժիչներ չուներ, խրված էր անապատում, մոտակա ճանապարհից 8 կիլոմետր հեռավորության վրա։ Անահիտը այդ հարցի պատասխանը չուներ։ Բայց նա ուներ պատասխաններից ավելի հզոր մի բան։ Նա ուներ հետաքրքրասիրություն։ Եվ հետաքրքրասիրությունը նա մանկուց սովորել էր, որ այն շարժիչն է, որը շարժում է աշխարհը, երբ մյուս բոլոր շարժիչները խափանվում են։ Հաջորդող շաբաթավերջերին Անահիտը վերադառնում էր աղբանոց, ժամեր էր անցկացնում Անտոնովի ներսում։ Նա մաքրում, կատալոգավորում, լուսանկարում էր։ Յուրաքանչյուր ուղղորություն բացահայտում էր այդ ինքնաթիռի պատմության մասին ավելի շատ մանրամասներ։ Սրահի ներքին պատերին, ներկի շերտերի տակ, նա գտնում էր հայերեն գրություններ։ Հայերեն։ Իր մոր լեզվով։ Այն լեզվով, որով Սիրանուշը խոսում էր նրա հետ, երբ Վալդիրը չկար, շշնջում էր օրորոցայիններ հայրենիքի մասին պատմություններ, կարծես դրանք վտանգավոր գաղտնիքներ լինեին, որոնք պետք է պաշտպանվեին շրջապատող թշնամական աշխարհից։ Գրությունները պարզ էին։ Քաղաքների անունները Երան, Շիրակ, Վանաձոր գրված էին գրիչով, պատի ներկի վրա, կարծես հայ ուղորները կամ անձնակազմը ցանկանում էին իրենց ներկայության հետքը թողնել։ Եվ անուններից մեկի կողքին կար ամսաթիվ 1988։ 1988 թվական։ Գյումրու երկրաշարժի տարին։ Սիրանուշի կյանքը կործանվեց, վերակառուցվեց։ Հայաստանը արյունահոսեց։ Անահիտի սիրտը արագ բաբախում էր։ Այդ ինքնաթիռը պարզապես լքված մեքենա չէր։ Այն պատմության մի բեկոր էր։ Պատմություն, որը ինչ-որ անհնարին, անհավանական ձով կապված էր իր սեփական ընտանիքի պատմության հետ։ Նա ինտենսիվացրեց իր հետազոտությունները։ Օգտագործելով Անապոլիսի հանրային գրադարանի ինտերնետը ավիացիոն դպրոցում ձեռք բերած գիտելիքները, Անահիտը հետեց ինքնաթիռի գրանցմանը, պարզեց, որ Անտոնով Ան-24-ը 47309 սերիական համարով արտադրվել է 1969 թվականին ԿԻ ինքնաթիռաշինական գործարանում, շահագործվել է տարբեր խորհրդային, հետխորհրդային ավիաընկերությունների կողմից ավելի քան 2 տասնամյակ։ Այս ինքնաթիռը 1988 թվականի Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո օգնության գործողություններում օգտագործվել է որպես մատակարարում, բժշկական խմբեր, փախստականներ, Երանի տարբեր ներքին քաղաքների միջ տեղափոխելով։
Խորհրդային Միության փլուզումից հետո ինքնաթիռը բազմիցս վաճառվել է, անցնելով Կովկասի, Մերձավոր Արևելքի Աֆրիկայի երկրների օպերատորների միջոցով, մինչ որ այն պատճառներով, որոնք Անահիտը չէր կարող լիովին հետել, հայտնվեց Բրազիլիայի ներքին աղբանոցում։ Հայկական կապը Անահիտին մոլուցքի մեջ էր գցել։ Նա շաբաթներ անցկացրեց ինքնաթիռի ամեն մի սանտիմետրը ուսումնասիրելով, փնտրելով մետաղի մեջ պահված պատմության ավելի շատ ապացույցներ։ Եվ հենց այդ հետաքննություններից մեկի ժամանակ 2023 թվականի նոյեմբերի մի կեսօրին նա գտավ գաղտնի խցիկը։ Նա գտնվում էր բեռնաղցիկի հատվածում, ինքնաթիռի հետի մասում, զննում էր բեռնաղցիկի հատակը կազմող ալիքավոր ալյումինե հատակը։ Նա նկատեց, որ հատակի մի հատված պոչի մոտ տարբեր ձայն էր լսվում, երբ ոտքով թեթակի հպվում էր դրան։ Նույն մեխանիկական բնազդը, որը նրան ստիպեց շարժիչները ձայնով ախտորոշել, նրան անմիջապես հասկացրեց, որ հատակի այդ հատվածի տակ կա դատարկ տարածք, որը չպետք է գոյություն ունենար, համաձայն տեխնիկական ձեռնարկներում ուսումնասիրած Ան-24i նախագծերի։ Պտուտակահանի լապտերի միջոցով Անահիտը հանեց հատակի հատվածը ամրացնող պտուտակները։ Սրանք ոչ օրիգինալ պտուտակներ էին, որոնք հետագայում տեղադրվել էին ինքնաթիռի մնացած մասի վրա օգտագործվածից տարբեր գործիքով, հաստատելով, որ ինչ-որ մեկը փոփոխել էր ինքնաթիռի այդ մասը արտադրությունից հետո որոշ ժամանակ անց։ Երբ հատակի վահանակը հանվեց, խցիկի հատակի ֆյուզելյաժի ստորին կառուցվածքի մեջ բացվեց խոռոչ։ Մոտավորապես 60 սանտիմետր բարձրությամբ, 1 մետր լայնությամբ 2 մետր երկարությամբ տարածություն, որը պատված էր հաստ գործվածքով, որը կարծես սոսնձված էր ներքին պատերին թռիչքի ընթացքում պարունակության տեղաշարժը կանխելու համար։ Եվ այդ տարածքում կային բաներ։ Առաջին բանը, որ Անահիտը տեսավ, լուսավորված լապտերի թարթող լապտերի լույսով, ճամպրուկ էր։ Հին, շագանակագույն կաշվե ճամպրուկ, ժանգոտած մետաղական ջարմանտներով ճամպրուկի պիտակով, որը երբ Անահիտը մաքրեց, բացահայտեց հայերեն գրված անուն ամսաթիվ։ Ճամպրուկը ծանր էր։ Անահիտը դժվարությամբ հանեց այն խցիկից դրեց բեռնաղցիկի հատակին։ Ճամպրուկի կողքին կային այլ իրեր։ Հաստ կտորով փաթաթված մի փաթեթ, կապված թելով։ Ուղղանկյուն փայտե տուփ, կոշիկի տուփի չափ։ Եվ մի քանի մեծ շագանակագույն թղթե ծրարներ, որոնք կնքված էին ժամանակից դեղնած ժապավենով։ Անահիտը նստեց ինքնաթիռի հատակին, նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ լսում էր դրա արձագանքը դատարկ ֆյուզելաժում, սկսեց բացել այն։ Ճամպրուկը պարունակում էր հագուստ։ Կանացի տղամարդու մանկական հագուստ, ուշադիր ծալված դասավորված, կարծես դրանք փաթեթավորված լինեին ինչ-որ մեկի կողմից, ով մտադիր էր դրանք բացել այնպիսի վայրում, որտեղ երբեք չէին հասել։ Հագուստի հետ մեկտեղ կային անձնական փաստաթղթեր, խորհրդային անձնագրեր, ծննդյան վկայականներ, սպիտակ ընտանեկան լուսանկարներ դրամապանակ, փողով, խորհրդային ռուբլիներով, որոնք այլս դրամական արժեք չունեին, բայց ներկայացնում էին ողջ կյանքի խնայողությունները։ Կտորով փաթաթված փաթեթը պարունակում էր անձնական իրեր, որոնք ունեին սենտիմենտալ արժեք։ Արծաթե մասունքատուփ, տարեց զույգի լուսանկարով։ Սաթե ուլունքներից պատրաստված տերողորմյա։ Բանալիների հավաքածու, որն այլս ոչ մի դուռ չէր բացում։ Հայերեն ձեռագիր Բաղադրատոմսերի գիրք, էջերին յուղի շաքարի հետքերով, որոնք գովաբանվում էին ինչպես ցանկացած գրական տեքստ, քանի որ պատմում էին խոհանոցի, ընտանիքի, կերակրման սրբազան գործողության միջոցով պահպանված մշակույթի մասին։ Փայտե արկղուն զարդեր էին։ Ոչ թե մեծ արտրային արժեք ունեցող զարդեր, այլ անհաշվելի մարդկային արժեք ունեցող զարդեր։ Հարսանեկան մատանիներ։ Ականջողեր, որոնք, հավանաբար, սերնդեսերունդ փոխանցվել էին մորից դստերը։ Ոսկե կրծքազարդ, կարմիր քարով, որը Անահիտը ցատկով ճանաչեց որպես նուռ, Հայաստանի ազգային խորհրդանիշը։ Եվ ոսկե ապարանջան, որի ներսում փորագրված էր հայերեն գրություն։ Անահիտի համար թող լույսը միշտ առաջնորդի քեզ։ Պարա Անահիտ։ Անունը նույնն էր։ Զուգադիպությունն այնքան աբսուրդային էր, այնքան անհավանական, այնքան կինեմատոգրաֆիկորեն կատարյալ, որ Անահիտը մի պահ կարծեց, թե երազ է տեսնում։ Ոսկե ապարանջան իր անունով թաքցված գոյասի ներքին աղբանոցում գտնվող լքված խորհրդային ինքնաթիռի գաղտնի բաժանմունքում։ Տիեզերքը, ըստ երույթին, հումորի զգացում ուներ։ Բայց հենց շագանակագույն թղթե ծրարների պարունակությունն էր, որ պատմական հետաքրքրաշարժ իրի հայտնաբերումը վերածեց մի բանի, որը կցնցեր դրա մասին բոլոր նրանց, ովքեր գիտեին։ Ծրարների մեջ փաստաթղթեր էին։ Ոչ թե անձնական փաստաթղթեր, ինչպես ճամպրուկում էին, այլ պաշտոնական փաստաթղթեր։
Սեփականության վկայականներ։ Հողային փաստաթղթեր։ Բանկային ավանդների վկայականներ։ Եվ հայկական ԽՍՀ կառավարության միջազգային ֆինանսական հաստատությունների միջ պաշտոնական նամակագրություն, որը թվագրվում է 1988 թվականի վերջին ամիսներին 1989 թվականի առաջին ամիսներին, այսինքն՝ երկրաշարժից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածին։ Անահիտը, ով ռուսերեն չէր կարդում, բայց Սիրանուշի շնորհիվ հասկանում էր հայերեն, օրեր անցկացրեց փաստաթղթերը վերծանելով։ Եվ որքան նրա հասկացողությունն աճում էր, որքան մեծանում էր պազլի կտորները մեկը մյուսի հետից դասավորվում, այնքան ավելի պարզ ու զարմանալի էր նրա գտածոյի մեծությունը։ Փաստաթղթերը բացահայտեցին, որ 1988 թվականի երկրաշարժից հետո ամիսներին, երբ միջազգային օգնությունը Հայաստան էր հոսում աննախադեպ քանակությամբ, տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ պաշտոնյաներ շեղել էին վերակառուցման համար նախատեսված միջոցները, գումարը, որը պետք է վերակառուցեր դպրոցները, հիվանդանոցները, տեղահանված ընտանիքների, այդ թվում Սիրանուշի ընտանիքի տները, փոխանցվել էր արտասահմանյան բանկերում անձնական հաշիվներին, ապացույցը Անտոնովի գաղտնի խցիկում գտնվող փաստաթղթերն էին։ Փոխանցումների ստացականների նամակագրության մանրամասն գրառումներ, որոնք փաստում էին միլիոնավոր դոլարների մարդասիրական օգնության համակարգված շեղումը։ Եվ կար ավելին։ Փաստաթղթերի մեջ կար մի ցուցակ։ Ցուցակ այն ընտանիքների անուններով, որոնք դիտավորյալ բացառվել էին վերակառուցման ծրագրերից, ընտանիքներ, որոնց ավերված տները երբեք չեն վերականգնվել, որոնց փոխհատուցումը երբեք չի վճարվել, որոնց իրավունքները պարզապես ջնջվել են պաշտոնական գրանցամատյանից, որպեսզի նրանց պարտ գումարը կարողանան յուրացնել։ Եվ ցուցակում տասնյակ այլ անունների շարքում կար մեկը, որը ստիպեց Անահիտին ձեռքից գցել թուղթը։ Սարգսյան։ Շիրակների ընտանիքը Գյումրուց։ Նրա մոր ընտանիքը։ Սիրանուշը պարզապես աղքատությունից փախչող ներգաղթյալ չէր։ Նա հանցագործության զոհ էր։ Փաստագրված հանցագործություն, որը գրանցվել թաքցվել էր ինքնաթիռի գաղտնի բաժնում, որը պետք է այս ապացույցները տեղափոխեր որե անվտանգ վայր, բայց որը, այնպիսի պատճառներով, որոնք պատմությունը չի արձանագրել, ի վերջո լքվել էր Բրազիլիայի աղբանոցում, 3 տասնամյակ սպասելով այն գտնելու համար համապատասխան անուն, համապատասխան հետաքրքրասիրություն, համապատասխան քաջություն ունեցող մեկին։ Հայտնությունը Անահիտին հարվածեց հուզական երկրաշարժի ուժգնությամբ, որը մրցակցում էր Շիրակը ավերած ֆիզիկական երկրաշարժի հետ։ Նա ժամերով նստած էր ինքնաթիռի հատակին, շրջապատված ցրված փաստաթղթերով, առաջին անգամ լաց լինելով այն գիշերվանից ի վեր, երբ նրան վռնդեցին տնից։ Նա չէր լաց լինում տխրությունից։ Նա լաց էր լինում զայրույթից։ Զայրույթ այն ամենի համար, ինչ կորցրել էր իր մայրը։ Զայրույթ այն տառապանքի համար, որը կարելի էր խուսափել։ Զայրույթ այն անարդարության համար, որը ձավորել էր իր ընտանիքի կյանքը այնպիսի ձերով, որոնք նրանցից ոչ մեկը երբեք չէր պատկերացրել։ Եվ ապա, ինչպես միշտ անում էր, երբ ցավը սպառնում էր կաթվածահար անել նրան, Անահիտը զգացմունքները վերածեց գործողության։ Նա օգնություն խնդրեց։ Ամեն ինչ սկսվեց Գոյանիայի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսորից, ով նրան ուղղորդեց մի հեգ, որը մասնագիտացած էր փախստականների աղետների զոհերի դեմ հանցագործությունների գործերով։ ՀԿ-ն իր հերթին Անահիտին կապեց միջազգային փաստաբանների հետ, որոնք մասնագիտացած էին յուրացված ակտիվների վերադարձման գործում, հետաքննող լրագրողների հետ, որոնք լուսաբանել էին կոռուպցիոն սկանդալները հետխորհրդային երկրներում։ Մինչդեռ Անահիտը արեց մի բան, որը պահանջում էր ավելի շատ քաջություն, քան իր կյանքում երբեք արած որևէ այլ բան։ Ավելի շատ քաջություն, քան բեռնատարի դիզելային շարժիչը նորոգելը, իր արժեքը ապացուցելու համար։ Ավելի շատ քաջություն, քան դատարկ տարածքներում քնելը։ Ավելի շատ քաջություն, քան 1 ռեալով լքված ինքնաթիռ գնելը։ Նա գնաց Վալդիրի Սիրանուշի տուն։ Ընդունելությունը ճիշտ այնպիսին էր, ինչպես նա սպասում էր։ Վալդիրը բացեց դուռը, տեսավ Անահիտին, անմիջապես փորձեց փակել այն։ Բայց Անահիտը ոտքը դրեց դռան շրջանակի արանքում չդողացող ձայնով ասաց. Ես քեզ համար չեմ եկել։ Ես մորս համար եմ եկել։ Եվ դու ինձ ներս կթողնես, որովհետև այն, ինչ ես կասեմ, կփոխի նրա կյանքը։ Անահիտի ձայնում կամ գուցե նրա աչքերում այդ շագանակագույն աչքերը սաթե երանգներով, որոնք այժմ կրում էին ոչ թե մերժված աղջկա ցավը, այլ նպատակ գտած կնոջ վճռականությունը, Վալդիրին տատանեցրին։ Եվ այդ տատանման մեջ Սիրանուշը հայտնվեց միջանցքում։ Երբ նա տեսավ իր դստերը, Սիրանուշը որովայնի խորքից հառաչանք արձակեց, բաց ձեռքերով շտապեց նրա կողմը։
Անահիտը մորը ցույց տվեց փաստաթղթերը։ Նա թարգմանեց այն հայերենը, որը Սիրանուշը չէր կարողանում կարդալ, քանի որ արցունքները մշուշել էին աչքերը։ Նա բացատրեց, թե ինչ էր հայտնաբերել։ Եվ երբ հասավ այն կետին, որ ասաց. «Մեր ընտանիքի անունը ցուցակում է, մայրիկ», Սիրանուշը սկսեց դողալ։ Ոչ թե ցրտից, ոչ թե վախից, այլ այն դողից, որը գալիս է, երբ տասնամյակներով ճնշված ճշմարտությունները վերջապես դուրս են գալիս մակերես։ «Մեր տունը», շշնջաց Սիրանուշը, ձայնը վերապրելով մղձավանջը։ «Նրանք խոստացան վերակառուցել մեր տունը։ Նրանք խոստացան փոխհատուցում։ Նրանք խոստացան, որ մենք կունենանք ապրելու տեղ։ Եվ ոչինչ չեկավ։ Ոչինչ։ Եվ ես կարծում էի, որ դա պայմանավորված էր նրանով, որ բավարար գումար չկար։ Որ դա պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը չափազանց աղքատ էր։ Բայց այդպես չէր։ Գումարը գոյություն ուներ։ Եվ նրանք գողացան այն։ Գործը միջազգային ուշադրության արժանացավ։ Անտոնով, ում հայտնաբերված փաստաթղթերը ստուգվել են խորհրդային դարաշրջանի փաստաթղթերի մասնագետ դատաբժշկական փորձագետների կողմից։ Հետաքննող լրագրողները հրապարակել են հոդվածներ Եվրոպայի Միացյալ Նահանգների խոշոր լրատվամիջոցներում։ Միջազգային բացահայտման ճնշման տակ գտնվող Հայաստանի կառավարությունը պաշտոնական հետաքննություն է սկսել։ Եվ միջազգային իրավաբանները դատական հայցեր են հարուցել ցուցակում ընդգրկված ընտանիքների, այդ թվում Սարգսյանների ընտանիքի անունից, պահանջելով վերականգնել յուրացված միջոցները փոխհատուցել կրած վնասները։ Դատական գործընթացը բարդ էր, խոստանում էր տարիներ տել։ Սակայն փաստաբանները լավատեսորեն էին տրամադրված։ Փաստաթղթերը մանրամասն էին, իսկությունը հաստատված մատնանշում էին որոշակի երկրներում գտնվող կոնկրետ բանկային հաշիվներ, որտեղ տեսականորեն կարելի էր գտնել վերականգնել հափշտակված միջոցները։ Սկզբնական գնահատականն այն էր, որ ցուցակագրված ընտանիքները կարող էին իրավունք ունենալ զգալի փոխհատուցման, կախված դատավարության արդյունքից։ Սակայն Անահիտի համար հայտնագործության արժեքը չէր չափվում փողով։ Այն չափվում էր շատ ավելի խորը, շատ ավելի դժվար քանակական բանով։ Այն չափվում էր Սիրանուշի դեմքի արտահայտությամբ, երբ նա վերջապես հասկացավ, որ իրեն մոռացել են ոչ թե անփութության պատճառով, այլ թալանել են ագահության պատճառով։ Այն չափվում էր մոր կեցվածքով, որը տասնամյակներ շարունակ առաջին անգամ ուղղվեց, կարծես մեղքի ամոթի անտեսանելի ծանրությունը, որը նա կրում էր իր սեփական կյանքը վերականգնելու համար, չափազանց աղքատ լինելու համար, վերացել էր նրա ուսերից։ Այն չափվում էր Սիրանուշի ձայնով, երբ նա, դստեր ձեռքերը բռնած, ասաց. «Դու գտար ճշմարտությունը, Անահիտ։ Այսքան տարիներ ես կարծում էի, որ դա իմ մեղքն է։ Որ ես այլս դրան չեմ արժանի։ Այդ աղքատությունը իմ պատիժն էր ինչ-որ մեղքի համար, որը ես չգիտեի, թե ինչ էր դա։ Եվ հիմա ես գիտեմ, որ դա իմ մեղքը չէր։ Դա երբեք էլ չի եղել»։ Բրազիլիայի փոքր, բայց խորապես միասնական հայ համայնքը համախմբվեց Անահիտի պատմության շուրջ։ Այն լուրը, որ մի երիտասարդ բրազիլահայ կին գոյասում լքված խորհրդային ինքնաթիռում թաքցված 1988 թվականի երկրաշարժի հետանքների վերացման աշխատանքներում կոռուպցիայի ապացույցներ էր հայտնաբերել, այնքան սյուրռեալիստական էր, որ թվում էր հորինվածք, բայց փաստաթղթերը իրական էին, հետաքննությունը իրական, տուժած ընտանիքների ցավը, ցավալիորեն իրական։ Նվիրատվությունները սկսեցին գալ։ Ոչ թե անձամբ Անահիտի համար, նա մերժեց բոլորին, այլ փաստաթղթերում թվարկված ընտանիքներին աջակցելու համար նախատեսված ֆոնդի համար, որոնցից շատերը դեռս ապրում էին անկայուն պայմաններում Հայաստանում կամ ցրված էին աշխարհով մեկ որպես փախստականներ, այդ թվում մի քանիսը, ովքեր Սիրանուշի նման նույն հանգամանքներում գաղթել էին Բրազիլիա։ Անահիտի պատմությունը դարձավ ոչ միայն արդարության, այլ դիմադրության աղքատությունն ու տառապանքը անփոփոխ ճակատագրեր ընդունելու անսասան մերժման խորհրդանիշ։ Գոյանյայի ավիացիոն դպրոցը ուսանողուհու պատմության մասին իմանալով, Անահիտին առաջարկեց լրիվ կրթաթոշակ դասընթացի մնացած մասի համար, բացի վճարովի պրակտիկայից Գոյանյայի օդանավակայանի ինքնաթիռների սպասարկման ընկերությունում։ Անահիտը համաձայնվեց, տեղափոխվեց մայրաքաղաք, վարձակալելով մի փոքրիկ սենյակ իր պրակտիկայի աշխատավարձով, կյանքում առաջին իսկապես իր սեփական տարածքը։ Ինչ վերաբերում է Վալդիրին, այն մարդուն, ով նրան տնից դուրս է շպրտել ավիացիոն մեխանիկա սովորելու ցանկության համար, այն մարդուն, ով ասել էր, որ կանայք ինքնաթիռներով չեն աշխատում, նա ամեն ինչին հետում էր հեռվից, մի արտահայտությամբ,
որը տատանվում էր զարմանքի անհարմարության մեջ, որը զգացվում էր այն մարդու մոտ, ով ուշացումով հասկանում էր, որ սխալվում է բացարձակապես ամեն ինչի մեջ։ Նա ներողություն չխնդրեց։ Վալդիրի նման տղամարդիկ հազվադեպ են ներողություն խնդրում, քանի որ ներողությունը պահանջում է ինքնաքննադատության այնպիսի ունակություն, որը կոշտությունը թույլ չի տալիս։ Բայց նա արեց մի բան, որը իր անձնական կանոնագրքում համարժեք էր լիակատար հանձնվելուն։ Նա դադարեց Անահիտի մասին վատ խոսելուց։ Նա պարզապես դադարեց։ Եվ երբ քաղաքում ինչ-որ մեկը հիշատակեց նրա անունը, նա լռեց։ Դա առավելագույնն էր, որ նա կարող էր առաջարկել։ Եվ Անահիտի համար, ով սովորել էր շատ քիչ բան ակնկալել ուրիշներից շատ բան, իրենից դա ավելին քան բավարար էր։ Սիրանուշը, իր հերթին, ծաղկում ապրեց։ Բրազիլիայում 25 տարվա ընթացքում առաջին անգամ նա սկսեց բացահայտ խոսել Հայաստանի, Շիրակի, երկրաշարժի նախկինում ունեցած կյանքի մասին, որը գողացվել էր իրենից։ Նա սկսեց մասնակցել Գոյանայի հայ համայնքի հավաքույթներին։ Նա սկսեց իր ավանդական ուտեստները պատրաստել ոչ թե գաղտնի, այլ համայնքային միջոցառումների ժամանակ, որտեղ դրանք ընդունվեցին արժանի ոգորությամբ։ Եվ նա սկսեց հայերեն սովորեցնել համայնքի երեխաներին, փոխանցելով այն լեզուն, որը Վալդիրը փորձել էր լռեցնել, բայց որը Անահիտը պահպանել էր իր սրտում պահված կրակի պես։ Այսօր, 22 տարեկան հասակում, Անահիտ Սարգսյանն ինքնաթիռների սպասարկման վկայագրված տեխնիկ է, որը մասնագիտանում է խորհրդային ռուսական արտադրության ինքնաթիռների վրա, ինչը հազվագյուտ բարձր գնահատված մասնագիտացում է շուկայում։ Նա աշխատում է Գոյանիայի օդանավակայանում, վաստակում է բավականաչափ արժանապատիվ ապրելու համար, իսկ ազատ ժամանակ շարունակում է սովորել, քանի որ հետաքրքրասիրությունը, որը փրկել է նրան մանկուց, շարունակում է մնալ շարժիչ ուժը, որը նրան առաջ է մղում։ Անտոնով Ան-24-ը, որի սերիական համարը 47309 է, արտաքինից վերականգնվել է հայ համայնքի 1988 թվականի երկրաշարժի հիշատակը պահպանելու հետ կապված կազմակերպությունների կողմից նվիրաբերված միջոցներով, այն այլևս չի թռչում, հավանաբար երբեք էլ չի թռչի։ Սակայն այն մաս-մաս տեղափոխվել է Պիրենոպոլիսի աղբանոցից Գոյանիայի քաղաքապետարանի կողմից զիջված վայրէջք, որտեղ այն այժմ գործում է որպես հուշարձան կրթական տարածք, վերականգնված ֆյուզելաժի վրա, բնօրինակ կիրիլիցա արձանագրությունների կողքին, պորտուգալերեն, հայերեն-անգլերեն լեզուներով ցուցանակ է տեղադրված, որը պատմում է ինքնաթիռի, գաղտնի խցիկում հայտնաբերված փաստաթղթերի դրանք հայտնաբերած երիտասարդ կնոջ մասին։ Ինքնաթիռի ներսում, այն տեղում, որտեղ հայտնաբերվել էր գաղտնի խցիկը, այժմ կա ապակե ցուցափեղկ։ Պատյանի մեջ, դատաբժշկական փորձաքննության ուղարկված փաստաթղթերի վերարտադրությունների հետ մեկտեղ, կան 3 առարկա, ճարպով շաքարով ներկված բաղադրատոմսերի գիրքը, տարեց զույգի լուսանկարով արծաթե մասունքատու ՓՎ։ Անահիտի համար թող լույսը միշտ առաջնորդի ձեզ գրությամբ ոսկե ապարանջանը։ Ոչ ոք երբեք չի պարզել, թե ով էր այն իսկական Անահիտը, որի համար պատրաստվել էր ապարանջանը։ Հնարավոր է, նա մի աղջիկ էր, որը մահացել էր երկրաշարժի ժամանակ։ Հնարավոր է, նա մի կին էր, որը գաղթել անհետացել էր Խորհրդային Միության փլուզման միգրացիոն հոսքերում։ Հնարավոր է, նա ուրվական էր, արձագանք, աղոթք, որը տիեզերք էր նետվել հուսահատ մոր կողմից, որը երբեք չէր պատկերացնում, որ 35 տարի անց Բրազիլիայի ներքին աղբանոցում մեկ այլ Անահիտ, մեկ այլ կորած աղջիկ, վիրավոր Հայաստանի մեկ այլ դուստր կգտնի իր անունը ոսկեզոծ փորագրված կհասկանա, որ լույսը ըստ էության երբեք չի դադարել առաջնորդել իրեն։ Որովհետև եթե այս պատմությունը ինչ-որ բան ապացուցում է, եթե այն սովորեցնում է որևէ ճշմարտություն, որը արժե պահել սրտում, երբ աշխարհը թվում է չափազանց մռայլ, դա հետյալն է, ոչինչ պատահական չէ։ Ոչ այն աղջիկը, որին տնից վռնդեցին, կրծկալի մեջ 20 ռեալ դոլարով։ Ոչ այն աղբանոցը, որը գտնվում էր կեղտոտ ճանապարհին։ Ոչ այն խորհրդային ինքնաթիռը, որի վրա հայերեն արձանագրություններ կային։ Ոչ այն գաղտնի խցիկը, որը գտնվում էր ալյումինե հատակի տակ։ Ոչ այն անունը, որը փորագրված էր ապարանջանի վրա։ Ոչինչ։ Յուրաքանչյուր կտոր տեղավորվում է իր տեղում։ Յուրաքանչյուր ցավ ունի ուղղություն։ Յուրաքանչյուր դուռ, որը շրխկոցով փակվում է, անսպասելիորեն բացվում է գաղտնի անցում, որը տանում է դեպի այնպիսի վայրեր, որոնք նույնիսկ ամենախիզախ երակայությունը չի համարձակվի հորինել։ Անահիտին 20 տարեկանում դուրս հանեցին տնից $1 լքված ինքնաթիռ գնեց։ Գաղտնի խցիկը փոխեց ամեն ինչ։ Ոչ միայն նրա կյանքը։ Ոչ միայն մոր կյանքը։
Այլ հարյուրավոր ընտանիքների ըմբռնումը այն մասին, թե ինչ է պատահել իրենց հետ, ինչ է գողացվել իրենցից, այն հնարավորության մասին, որքան էլ անհավանական թվա, որ արդարադատությունը կհասնի, նույնիսկ եթե ուշացած լինի, նույնիսկ եթե այն ճանապարհներով, որոնք ոչ ոք չէր կարող կանխատեսել, ինչպես ոսկե ապարանջան, ճիշտ անունով, որը թաքցված է սխալ տեղում, սպասում է, որ ճիշտ մարդը գտնի այն։ Առաջնորդող լույս։ Միշտ էլ այդպես է եղել։ Նույնիսկ երբ շուրջ բոլորը խավար է։ Հատկապես, երբ շուրջ բոլորը մութ է։